Հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումների տարվա Արարատ 73-ի ԽՍՀՄ չեմպիոն դառնալու և ԽՍՀՄ գավաթը նվաճելու պատմությունն են էկրանավորել։ Ոսկե դուբլ, այսպես է կոչվում սպորտային դրաման։ Ֆիլմի գլխավոր հերոսը հայկական ֆուտբոլի խորհրդային լեգենդ Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն է։ Նա է իր տղաների հետ 53 տարի առաջ կերտել հայկական ֆուտբոլի ոսկե դարը։ Մեր գլխավոր նպատակը այս ֆիլմով էմոցիաներ տալն է։ Ցավոք խաղի տեսագրությունը չի պատմանվել, այդ խաղը հիշում են մեր պապերը, հայրերը և սա լավ հնարավորություն է, որպեսզի նրանք վերապրեն այդ էմոցիաները։ Բամբասանք ու մանիպուլյացիա է անվանում ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, քաղաքական որոշ գործիչների պնդումները, թե Արարատ 73-ի մասին պատմող ֆիլմը ռուսական հիմնադրամների ֆինանսավորմամբ է նկարահանվել Հայաստանում հիբրիդային հարձակման, Ռուսաստանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Комментировать эти манипуляции, эти темы. Այդ մանիպուլյացիաները մեկնաբանելը կարծում եմ ժամանակի անիմաստվատնում է։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս ֆիլմը հովանավորել է պետական ինչ-որ հատուկ ֆոնդ, դա կեղծիք է։ Պետական ոչ մի հատուկ ֆոնդ իրականում այստեղ գործ չի ունեցել։ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն է հովանավորել ոսկե դուբլը, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Я им очень благодарен. Ոսկե դուբլի նախնական սցենարը պատրաստ է եղել դեռ 6 տարի առաջ, սակայն քովիդի պատճառով ֆիլմի նկարահանումները այդ տարի չեն սկսել, ասում է սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը։ Փոփոխություններ են արել սցենարում և նկարահանման հրապարակում արդեն գործի են անցել 2024-ի կեսերին։ Հաղթել հնարավոր է միասին, սա է ֆիլմի գլխավոր ուղերձը սցենարիստի։ Նիկիտա Սիմոնյանի հետ նա անընդհատ է խորհրդակցել սցենարը գրելիս։ Он как-то благословил. Նա այսպես ասած օրհնեց մեր նախագիծը և հավանություն տվեց, որ նկարենք այդ պատմությունը։ Անձի Արարատի գլխավոր մարզչի Նիկիտա Սիմոնյանի մասին է իհարկե ֆիլմը։ Միշտ հպարտացել է Նիկիտա Սիմոնյանը, որ Արարատ 73-ի հաղթանակը հայ ժողովրդին սպորտում միասնականություն է բերել, պատմում է դուստրը Վիկտորիան։ Արարատ 73-ը արդար հաղթանակի հասնելու փայլուն օրինակ է, հատկապես երիտասարդ մարզիկների համար։ Երևանի Փյունիկի նախկին սեփականատերը ափսոսում է, Նիկիտա Սիմոնյանը չապրեց 100 տարի, խոստացել էր համաշխարհային լեգենդար ֆուտբոլիստների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում կազմակերպել նրա 100-ամյակին։ Մոսկվայի Սպարտակի և Երևանի Արարատի լեգենդը անցած տարեվերջին 99 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց։ За всю его очень богатую спортивную карьеру. Սպորտային իր հարուստ կարիերայից Նիկիտա Պավլովիչը որպես մարզիչ և ֆուտբոլիստ միշտ առանձնացնում էր 1973 թվականը։ Самых ярких страниц. Ասում էր, այդ թվականին եմ իմ ազգի համար ինչ-որ արժեքավոր բան արել։ Ոսկե դուբլի հայաստանյան պրեմիերան փետրվարի 5-ին է։ Էդգար Ղուշչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։